Ես Վահագն Հարությունյանն եմ, նկարիչ քանդակագործ։ Ծնվել եմ Երևան քաղաքում, ծնողներս գիտաշխատողներ էին, հարազատների մեջ ոչ մեկ չկար արվեստագետ, մայրս էր շատ սիրում արվեստը։ Ես 7 տարեկան եմ, եղբայրս մեծ է ինձանից։ Հաճախում էր Շահումյանի Պիոներ պալաց Սերգեյ Ստեփանյանի արվեստանոց։ Մայրս որոշեց, որ ես էլ միանամ եւ 7 տարեկանից սկսվեց իմ ուղին արվեստի բնագավառում։ 9 տարի գնացել եմ Պիոներ պալատը։ Ու եկավ մի պահ արդեն կողմնորոշվելու մասնագիտական, որ ծնողներս բոլորված էին, Ստեփանյանը նորից այդտեղ ուղղորդեց, ասեց, այսքան տարի եկել է, դուք լուրջ բան եք մտածում, անպայման թող գնա Թերլեմեզյան։ 9-րդ դասարանից հետո գնացի Թերլեմեզյան, որտեղ 4 տարի սովորեցի։ Թերլեմեզյանը ավարտելուց հետո ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտ, քանդակի բաժին։ Ունեցել եմ շատ լավ դասախոսներ, Հենրիկ Մամյան, Սերգեյ Բաղդասարյան, Արշամ Շահինյան քանդակագործ, Հովսեփ Պապիկյան նկարիչ, Նելսոն Շիրվանյանը, որոնցից շատ բան եմ սովորել։ Քանի որ քանդակը Հայաստանի պայմաններում բավական բարդ էր, այսինքն ձուլարաններ չունենք, նորմալ ձուլողներ չունենք, լավ մասնագետներ չունենք այդ բնագավառում, իսկ եթե դու բրոնզի քանդակի գործունեությամբ ես զբաղվում, ոչ թե միայն քարի վրա, պրոցեսը որը որ մենակ քեզնից չի կախված։ Գեղանկարը մտավ ինստիտուտից շատ չանցած, մանրանկարներ սկսեցինք անել կնոջս հետ, որը որ օգնեց ինձ հետագայում իմ նկարչության մեջ, այն մանրակրկիտ նկարչությունը, որ հիմա կա, դա նաև գալիս է մանրանկարչության ակունքներից։ Եղան առաջարկներ տարբեր պատկերասրահներից համագործակցելու, սկսվեց այդ ժամանակ արդեն համագործակցությունը դրսի պատկերասրահների հետ։ Մինչև նկարը սկսել է բազմաթիվ էսկիզներ եմ անում։ Եվ եթե էսկիզը գտնված չի լինում ու փորձում եմ փոխանցեմ կտավին, այդտեղ սկսում է բարդությունները, որտեղ պետք է արդեն կտավի վրա էսկիզը գտնես մինչև վերջ։ Իսկ դա մտածելու ժամանակ է պահանջում։ Ես իմ համար ստեղծեցի մի աշխարհ, որտեղ որ իմ հերոսներն են, որտեղ որ իր օրենքներն են, իր միջոցառումներն են, այդ աշխարհում հինը ու նորը միասին համաձուլվում է։ Հագուստները դրանք հին դարերի ավելի հագուստներ են, բայց այն ինչ որ իրանք զբաղվում են, կարող է լինի ժամանակակից։ Իմ աշխարհի մեջ փորձում եմ գերիշխի սերը, բարությունը, անպայման հումոր լինի։ Իմ ստեղծած կերպարներում հաճախ կերպարներից մեկը կարող է նկարից դուրս նայի դեպի հանդիսատեսը։ Դրանով փորձում է կապ ստեղծի դիտողի եւ նկարի միջեւ։ Եթե գրավում է, փորձի իր հետ տանել այդ աշխարհը։ Նկարչության մեջ պարտադիր գերիշխում է մարդու կապը բնության հետ, թռչունների հետ։ Շատ եմ դրսում ցուցադրվել, տարբեր միջազգային էքսպոներում, հեղինակավոր, Նյու Յորք արտ, Դուբլինում, Միլանում, Բրյուսելի էքսպոները շատ հայտնի։ Հայաստանում չէի ցուցադրվում, ուղղակի այստեղ հնարավորություն չէր լինում։ Մեջ տպավորություններ, որ առանձնապես դու պետք չես քո հասարակությանը շատ։ Ցավով եմ ասում ճիշտն ասած, ոնց որ քեզ դրսում գնահատեն ավելի շատ։ Գնողները դրսից են, ցուցադրվում ես դրսում, առաջարկները լինում է դրսից, բայց տարի ու կես առաջ առաջարկ եղավ ինձ։ Հայաստանի պատկերասրահներից մեկի կողմից ծիրով ընդունեցի ու հիմա այստեղ է ցուցադրվում նաև, ես շատ ուրախ եմ դրա համար։ Արվեստը արտահայտման միջոց է։ Ես ունակ շատ կուզենամ, որ մարդը մոտ լինի արվեստին, որտեղ պետք է ինքն է ձգտի դրան, այդ գեղեցկությանը։ Ցանկություն ունեմ, որ հնարավորինս մոտ լինեն արվեստին, սիրեն արվեստը, սիրեն իրանց արվեստագետներին, հաճախեն թանգարաններ, հաճախեն ցուցասրահներ, հերթ կանգնեն, ոչ միայն Դալիի համար, սիրեն բնությունը, մոտ լինեն բնությանը։